այսօրվա թեման ծրագրային երաժշտություն, սյուիթա, ինչ է ծրագրային երաժշտությունը եւ ինչ է երևակայությունը երաժշտության մեջ, հա, ինչպես ենք երևակայում, եթե երաժշտությունը բառեր չի ունենում, ապա մենք կարողանում ենք վերնագրից ելնելով պատկերացնել, թե ինչի մասին կարող է լինել տվյալ երաժշտությունը։ Իսկ եթե երաժշտություն ունենում է խոսքեր, ապա ավելի հեշտ է լինում։ Մենք արդեն խոսքերի միջոցով պատկերացում ենք կազմում, թե ինչի մասին է տվյալ ստեղծագործությունը։ Հիմա եթե ստեղծագործությունը չունի խոսքեր, ապա ունի միայն վերնագիր, օրինակ Արամ Խաչատրյանի «Ցած կա պարան» կամ Էդվարդ Գրիգի «Ծիտիկը», հա։ Օրինակ Էդվարդ Գրիգի «Ծիտիկը» ինքը նաև վերնագիր ունի «Ծիտիկը»։ Ինչի մասին կլինի երաժշտությունը։ Տեսեք, դուք ընդհանրապես չեք լսել, ես չեմ միացրել, դուք չեք լսել։ Ինչ ձայներ կլինի այդ ստեղծագործության մեջ։ Այո, ծիտիկի։ Հիմա ես մի պահ կմիացնեմ կլսենք, հետո արդեն կանդրադառնանք Գրիգին։ Ամբողջությամբ ստեղծագործությունը այսպիսի է, հա, կարծես թե փրկչունի ծնվելացն չի, ամբողջ ստեղծագործության ընթացքում։ Լավ, հիմա էկրանին դուք տեսնում եք Գրիգի լուսանկարը։ Ահա, ես հիմա միացնեմ։ Նորվեգացի կոմպոզիտոր է։ Այ ես ձեզ տվել էի, որպեսզի դուք պլակատների տեսքով հա ներկայացնեիք դասը։ Ով է պատրաստ ներկայացնելու։ Արինա Դանի։ Ձեր պլակատը դնում ես, փակում եք յուրատանտակի վրա։ Էդվարդ Գրիգ ծնվել է 1848 թվականին, մահացել է 1907 թվականին։ Էդվարդ Գրիգը նորվեգացի նշանավոր երգահան, երաժշտական գործիչ և խմբավար էր։ Նա 600 զարմանալի ստեղծագործությունների հեղինակ է եղել։ Նրա ստեղծագործությունները մինչ օրս հաճախ են կատարվում համերգասրահներում։ Երիտասարդ տարեքից նա աչքի է ընկել իր երաժշտական տաղանդով, սակայն հետագայում նա ձգտեց զարգացնել հատկապես նորվեգական ժողովրդական մելոդիների վրա հիմնված երաժշտությունները։ Լավ, Նատալի ջան, լավ։ Իրու ունի 66 մանրանավար։ Պերկյուն սյուիտը նորվեգական երգերի հեղինակ։ Պերկյուն սյուիտը երկու մասից է բաղկացած, յուրաքանչյուրում 4 մանրանավար։ Այժմ մենք կլսենք Անիտրայի բարը այդ մանրանավարներից մեկը Անիտրայի բարը։ Հիմա ես միացնեմ ենք լսենք, հետո նոր արդեն կանդրադառնանք Արամ Եվ վերնագրված է Անիտրայի բարը, այսինքն այստեղ ով է բարը։ Այս բարային է, լսեք։ Հիմա Արամ Խաչատրյանից կխոսենք, Անին կներկայացնի պլակատը, Անին և Եվան և Իլոնան, հա, միասին կներկայացնեն իրենց պլակատը ապրեց Արամ Խաչատրյանի մասին։ Արամ Խաչատրյանը ևս ունի ծրագրային ստեղծագործություն գրված, դիմակահանդեսը,
որը գրել է ըստ Լերմոնտովի ստեղծագործության։ Դիմակահանդեսը մեր իմացած հայտնի Մասկարադ, հա։ Հիմա ես կմիացնեմ մի փոքր հատված կլսենք, մինչև աղջիկները այստեղ արդեն փակսրել են պատրաստվել։ Լավ, ներկայացրեք, մինչև ես կգտնեմ։ Արամ Խաչատրյանը հայ մեծ կոմպոզիտոր, դիրիժոր և մանկավարժ։ Նա ծնվել է Վրաստանի Թբիլիսի քաղաքում 1903 թվականին։ Խաչատրյանը համարվում է 20-րդ դարի ամենահայտնի հայ կոմպոզիտորներից մեկը։ Արամ Խաչատրյանը գրել է տարբեր ստեղծագործություններ, իսկ նրա հայտնի բալետներն են Սպարտակը և Դայանը։ Սպարտակ բալետը Արամ Խաչատրյանը առաջին անգամ բեմադրել է Լենինգրադ քաղաքում 1956 թվականին, իսկ Գայանը բալետը առաջին անգամ բեմադրվել է 1942 թվականին Պերմ քաղաքում։ Դուք ասացիք, որ Արամ Խաչատրյանը ծնվել է 1903 թվականին Թիֆլիսում։ Ես ավելացնեմ, որ Արամ Խաչատրյանը ունի գրած 3 բալետ, 3 կոնցերտ, 3 սիմֆոնիա։ Արամ Խաչատրյանը համարվում է սիմֆոնիայի հիմնադիրը, հա։ Նրա սիմֆոնիան, 3 սիմֆոնիաներից մեկը նվիրված է թուփակահար Դավիթ Օստրախին, հա, Արամ Խաչատրյանը նվիրել է հենց նրան, որտեղ հնչում է հայկական ողորմական քելե երգը։ Արամ Խաչատրյանը բացի սիմֆոնիաներից, բալետներից առաջին հնչյունային ֆիլմի համար երաժշտություն գրողն է, կոմպոզիտորն է հանդիսանում։ Պեպո ֆիլմի, որը 1935 թվականին առաջին անգամ բեմ բարձրացավ որպես հնչյունային հայկական առաջին ֆիլմ։ Այնուհետև իր սիմֆոնիան հնչել է Զանգեզուր ֆիլմում, ևս առաջինն է եղել, որտեղ հնչեցրել է սիմֆոնիկ երաժշտություն։ Արամ Խաչատրյանը ունի նաև 2 մանկական ալբոմ գրած, հենց Չատկապարանը, որ ես սկզբում նշեցի, դրանք ծրագրային ստեղծագործություններ են։ Ծրագրային ստեղծագործություն, որն է համակոչվում, որը գրված է որևէ ասարինը։ Այս ստեղծագործությունը, այն երաժշտություն, որը գրված է ինչ-որ ստեղծագործության հիման վրա, կոչվում է ծրագրային երաժշտություն։ Այսինքն չունի բառեր, օրինակ, ունի միայն վերնագիր, չէ։ Իսկ եթե նույնիսկ վերնագիր չունենա, ապա մենք երաժշտությունը լսելով մտովի պատկերացնում ենք, մեր գլխում մտովի արտանում են այս պատկերները, որը մենք պատկերացնում ենք, հա, որի հիման վրա կոմպոզիտորը գրել է այդ ստեղծագործությունը։ Սկսում ենք անկախ մեզանից պատկերացնել, նույնիսկ եթե վերնագիր չունենա։ Արամ Խաչատրյանից ինչ-որ մի բան ունեք ավելացնել երեխաներ։ Այնն ասի, Սա հուշադրամն է, որը նվիրված է Արամ Խաչատրյանի Սպարտակ բալետին։ Դրամի դարձերեսին պատկերված է տեսարան բալետից թռիչքի պահին գտնվող Սպարտակը և 2 մարտիկներ։ Վերևում մեծ թատրոնի շենքն է և 225 թիվը, մետաղը, ոսկի 995 կահարգի, անվանական արժեքը գոյություն ունի 2 տարբերակ, 100 ռուբլի և 25 ռուբլի, թողարկման տարեթիվը 2001 թվական։ Նոտաները սովորել է 19 տարեկանում։ Արամ Խաչատրյանը 1929 թվականին նա ընդունվեց Մոսկվայի պետական կոնսերվատորիա։ Արամ Խաչատրյանը մահացել է մայիսի 1-ին 1978 թվականին 74 տարեկանում։ Կլսենք Արամ Խաչատրյանի դիմակահանդեսը, որը գրված է ըստ Լերմոնտովի իր ստեղծագործության հիման վրա է գրված ծրագրային երաժշտությունը, ստեղծագործությունը, բոլորից հայտնի։
զարգացում կատարենք դեպի իտալական կոմպոզիտորական դպրոց, հա, ու ներկայացնեմ Վիվալդիին, որը ծնվել է Իտալիայում 1678 թվականին։ Վիվալդին օպերաների, կոնցերտների հեղինակ է եւ առաջինն էր, որ գրեց ջութակի համար կոնցերտ, փայտյա փողային գործիքները ինքն է մտցրել նվագախումբ եւ գրել է փայտյա փողայինների համար մի շարք կոնցերտներ, 500-ից ավելի կոնցերտներ ունի, 40 օպերա ունի, նրան երեխաները անվանում են կարմրահեր քահանա, ինչու, որովհետեւ մազերը կարմիր են։ Հիմա ես էկրանին նկարի նրա կդնեմ, ցուցադրեմ։ Իհարկե այստեղ կեղծամով է, որովհետեւ այդ դարաշրջանում բոլոր արվեստագետները կեղծամ էին գրում եւ կեղծամը համարվում է արիստոկրատների համար է միայն, հա, կեղծամը, արվեստագետների։ Ահա, նայեք, այստեղ պատկերված է Վիվալդին։ Այստեղ արդեն Վիվալդի ծրագրային ստեղծագործություններից է նաև տարվա եղանակները՝ գարուն, ամառ, աշուն, ձմեռ։ Հիմա կլսենք տարվա եղանակներից 3-ը, այստեղ խնդիր եղավ, ոչ կարողացա գարունը միացնել, բայց կլսենք, հիմա առաջինը կլսենք, ձեր պատկերացման ասեք, թե սա որն է, հա, տարվա եղանակներից։ Բացի գարունից մնացած 3-ը մենք կլսենք, ամեն մեկից մի փոքր հատված։ Ձեր պատկերացման սա որը